Տարեսկիզբը նշանավորվեց Վենեսուելայի շուրջ իրադարձություններով։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հարվածներ հասցրին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գտնվող ռազմական օբյեկտներին, ապա ձերբակալեցին նախագահ Նիկոլաս Մադուրոին ու կնոջը։ Նրանք տեղափոխվել են Միացյալ Նահանգներ և կալանավորվել։ Ռադար Արմենիայի հետ զրույցում հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Վենեսուելան Ռուսաստանի միջոցով հենակետ էր հանդիսանում Չինաստանի համար։ Ընդհանուր առմամբ Չինաստանի համար Միացյալ Նահանգներ Չինաստան մրցակցության գործընթացում եւ մենք տեսնում ենք, որ Տրամպը որոշել է, որ Չինաստանի հետ մրցակցությունում պետք է վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք Չինաստանը կարողանում է ստեղծել Միացյալ Նահանգների համար առաջին հերթին իր աշխարհամասում, Արևմտյան կիսագնդում եւ սկսել է Վենեսուելայից։ Քաղաքագետի կանխատեսմամբ առաջիկայում զարգացումներ են սպասվում նաև Կոլումբիայի ու Կուբայի ուղղություններով, բայց այդ իրադարձությունները չեն ավարտվելու միայն Արևմտյան կիսագնդով։ Միաժամանակ նա չհամաձայնվեց տեսակետին, թե հաջորդ զոհը Գրենլանդիան է։ Գրենլանդիան անկախ ինքնիշխան պետություն չէ եւ հնարավոր չէ պատկերացնել, որ Գրենլանդիայում ինչ որ մեկին կարող ենք ուղղակի հանել Գրենլանդիայից, դատել եւ այսպիսով կախվածության մեջ գցել իրենցից, իսկ Վենեսուելայում տեղի ունեցել հենց դա Մադուրոյի հեռացվելուց հետո։ Ռոբերտ Ղևոնդյանը շեշտեց, որ Գրենլանդիայում կարող է լինել այլ իրադարձություն։ Տրամպը կարող է Գրենլանդիան փորձել գնել, որի մասին Ռուբիոն օրինակ ակնարկել է մեկ անգամ, կարող է փորձել Գրենլանդիայի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի Գրենլանդիան կարողանա ներառել Միացյալ Նահանգների ընդհանուր ցանցում։ Քաղաքագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով Վենեսուելայում տեղի ունեցածը եւ Գրենլանդիայի շուրջ ընթացող իրադարձությունները փաստում են մեկ իրողություն։ Ըստ միջազգային իրավունքը եւ միջազգային համակարգը այլևս չի գործում եւ փաստացի միջազգային հարաբերություններում ազդեցիկ է դառնում ուժի գործոնը։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակի առանցքային պատճառ է դարձել դեռևս 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը։ Այսինքն այդ ժամանակահանից սկսած մենք տեսնում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում եղած կոնֆլիկտների ակտիվացում, տարբեր դերակատարների կողմից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անտեսմամբ գործողությունների իրականացում եւ Վենեսուելան, ինչպես արդեն նշեցի, Գրենլանդիայի շուրջ ձևավորած իրավիճակը եւ այլն դրա վառ դրսևորումներ։ Արմեն Պետրոսյանը շեշտեց, որ գտնվում ենք անկանխատեսելի աշխարհում, որտեղ ընդհանուր գնահատականը անորոշությունն է։ Իսկ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով Թրամփի գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկելիս պետք է հաշվի առնել այդ իրավունքը փլուզվել է 2022 թվականի փետրվարից, երբ Ռուսաստանը իր խոսքով ագրեսիա իրականացրեց Ուկրաինայի դեմ։ Ինչը իհարկե քննադատվել է եւ միջազգային իրավունքի հիմքով շատ շատերն են Ռուսաստանին մեղադրել, բայց մենք տեսնում ենք, որ փաստացի այս պահին աշխարհը գտնվում է միջազգային հարաբերությունների անցումային շրջափուլում, ինչը նշանակում է, որ միջազգային իրավունքը գործում է այնքան, ինչքանով որ դա ձեռնտու է լինում հիմնական խաղացողների շահերին։ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով կարծել, թե միջազգային իրավունքը կարող է զսպել Թրամփին կամ այլ գերտերության ղեկավարի անհեռանկար է, իսկ թե ինչպիսին կլինի նոր աշխարհի միջազգային իրավունքը կամ ովքեր կլինեն դրա երաշխավորները, դրա մասին կիմանանք, երբ անցումային շրջափուլը ավարտվի։ Ես կարծում եմ աշխարհաքաղաքական առումով Միացյալ Նահանգները փորձում է հաստատել հեգեմոնի իր դիրքերը եւ դեմ չէ բազմաբևեռ աշխարհին, թեև նշում են, որ աշխարհը երկբևեռ է լինելու, որոշ փորձագետներ, որոշ մասնագետներ նշում են, թե երկբևեռ աշխարհ են ունենալու Միացյալ Նահանգները եւ Չինաստան, բայց ես դրա հետ համաձայն չեմ։ Քաղաքագետը ընդգծեց, որ կլինեն այլ պետություններ եւս, որոնք իրենց կարողություններով կկարողանան համեմատվել Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հետ։ Լիլիթ Աբրահամյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։